Ես վկայում եմ իմ կյանքը։ Արայիկ Թամոյան, 19 տարեկան, ապրում եմ Արարատի մարզում։ Ես ազգությամբ եզդի եմ, շեխ։ Միշտ դեռ փոքր տարիքից ունեցել եմ այլ մտածելակերպ։ Թեև մենք ունենք մեր կրոնական դավանանքը, Մալակե Տաուս, Շիրֆադի և 7 աստվածներ, այո, կրակ, արև մի խոսքով կորած ու մոլորված մի ազգ, որ ծառայում է սատանային։ Սատանայի անունը եզդի ազգում արգելվում է տալ, տան մեջ և ընդհանրապես։ Ես ինչու եմ այսպես մանրամասն ասում, որպեսզի իմանաք Հիսուսն ինչ կատարեց իմ խղճուկ կյանքում։ Եվ այսպես ապրելով, ծալքեր, տեղաշորեր, համբուրելով, գլուխներ խոնարելով, արևին պաշտելով և հրեշտակապետին ծառայելով, մի խոսքով դժոխքին ծառայելով։ Ես միշտ աղոթել եմ, ու ճիշտն ասած չեմ սիրել քրիստոնեական կյանքը։ Միշտ հեռու էի գնում, մտածում էի, նրանք հետամնաց են կյանքից զուրկ։ Բայց այս ամենը ասում էի դեռ ոչ մեկին չիմանալով Հիսուսին, չիմանալով հոգևոր կյանքն ինչ բան է։ Մեր սովորական կյանքով, մեր կրոնով ապրում էի։ Իսկ ես միշտ աղոթում էի, չգիտեմ ում, անկեղծ իմ Աստծով Աստծուն։ Ես դպրոցում իմացա, որ կա Հիսուս Քրիստոս, բայց ասում էի, նա միայն հայրի Աստվածն է։ Ու թեև դասեր էի սովորում եկեղեցական, դաս պատվիրաններ և այլ տարբեր հոգևոր դասեր, և մեկ անգամ մեծ շրջադարձ եղավ իմ կյանքում և մեր ընտանիքում։ 2014-15 թվականներին ես ինչ-ինչ պատճառով ունեցա ողնաշարի կամաց թեքում ու անպատճառ հանգամանքներում տարօրինակ մի բան, որ մեծ զարմանք առաջացրեց։ Ես սկսեցինք գնալ մասաժների, նայողների, գավառի, այսինքն Քյավառ, գուշակ նայող Վարսիկի մոտ, որ իր ասելով աղոթքի ու իր հոգով սրբերի նկարով կբուժի, ու ես իմ ինչ, Աստծո անունով իբրև բժշկություն էր անում։ Եվ ինքը մեր ընտանիքին ասաց, ես կբուժեմ։ Եվ մենք նրան հավատալով, ու ինքը անընդհատ ասում էր ինձ, հավատա ինձ, դու կբժշկվես։ Ես էլ 14-15 տարեկան էի ու ընդհանրապես չէի հավատում։ Ու եղավ այնպես, որ շաբաթը 1-2 անգամ գնում էինք։ Ժամը 1-ին, 2-ին դուրս էինք գալիս տնից, որ գնայինք գիշերով։ Մենք ապրում էինք Արարատի մարզում, որպեսզի հասցնեինք հերթը առաջինը մերը լիներ։ Մի խոսքով 6 ամիս համարյա կամ մի փոքր քիչ չեմ հիշում գնացինք, բայց ոչ մի օգուտ, այլ հակառակը։ Ձախ ոտքս արդեն ինձ շատ մեծ նեղություն էր տալիս։ Ցանվում էր մի այլ կարգի, չէի քնում, որ հիշում եմ այդ օրերը։ Այդպես ամեն օր սրսկվում էի տարբեր դեղեր, առանց բժշկից հավազրկող ամեն վայրկյան ու ամեն ժամ դեղ, անկեղծ չգիտեմ ոնց էի դիմանում, միայն Աստված գիտի։ Ու այդպես գավառի Վարսիկը ասաց մամային, որ ես չեմ կարող բուժվել, պետք է տանեք հիվանդանոց։ Ծնողներս այնպես բարկացան, եկան տուն ու սկսեցին ուրիշ տեղ ինձ տանել։ Կարճ կասեմ, հեքիմների մոտ տարբեր տեղեր, բոլորն ասում էին, այդ ինչ է որ հեքիմները անպայման կբուժեն։ Մի տարեք բժշկի, տարեք հեքիմների մոտ։ Ու լսելով տանում էին, էլ էջմիածին, էլ նարեկ գյուղ ու ամեն օր ինձ ստիպելով, վարժություններ անելով, ծեծելով, ես էլ ճիշտն ասած չէի դիմանում։ Այնքան էր կյանքը իմ աչքերում դարձել թշնամի, որ մտածում եմ ինչու չեմ մեռնում։ Անկեղծ նույնիսկ ես շատ բաներ չհասկանալով մտքեր էր գալիս։ Քեզ սպանիր, ումն ես պետք, ընտանիքիդ նայի, ոչ մեկ չի ուզում քեզ տեսնի։ Ու ճիշտն ասած այդպես էր, ընտանիքս բոլորն ինձ հայոյում էին, անընդհատ ինձ ասում էին, դու ես մեղավոր, որ այսօրին հասանք։ Ու այս ամեն ինչից հետո ես մտածում էի ու ամեն վարքյան ասում էի ինքս ինձ, կկախվեմ, անկեղծ։ Ես արդեն որոշել էի ամեն բան, բայց այս մտքերի վրա մի միտք էր գալիս, դու Աստծուն ինչ ես ասելու։ Դատաստանի օրը ինչ ես ասելու։ Ու այս խոսքը պահում էր ինձ, որ չգործեմ այդ մեղքը։ Չգիտեմ որտեղից գիտեի, որ կյանքը Աստված է տվել, որ ինքնասպանվելը վատ բան է։ Ու այդպես վերջին ճիգն էին գործադրում ծնողներս։ Հեքիմի խորհուրդով, որ մի օր տղային պարկացրեք մերկ, գարան այդ օրվա մորթվածի փոստի մեջ տմակով ու պատկերացրեք այդ օրը, որ ոսկորներս կկպնեն, ես իմ ինչ, ու առավոտ որ ելանք ոչ մի արդյունք։ Ու մեկ ասաց, տարեք բժշկի։ Գնացինք, բժիշկը ստուգեց ու պարզվեց, ես արագ և կարճ կպատմեմ, որ ունեմ տուբերկուլյոզ, մենք էլ
որևէ բանից լուրջ չունեինք, չգիտեինք ինչ բան է այդ հիվանդությունը։ Ու ասացին գնացեք Աբովյան, գնացինք, պարզվեց, որ իրոք տուբերկուլյոզ եմ։ Սկսեցին դեղեր տալ։ Եւ այդպես 2 օր, որից հետո ասացին, որ ես պետք է պարկեմ ու երբեք չպիտի վերքենամ հիվանդանոցից։ Աբովյանի տուբերկուլոզային հիվանդանոցում 2015 թվականի նոյեմբերին պարկեցի 6 ամիս մահճակալի վրա։ Ոչ զուգարան, ոչ նստել, ոչ շրջվել, պարկած ու պարկած։ Ու ով տեսնում էր, զարմանում էր իմ կամքի վրա։ Ես չէի հասկանում, ոչ մի բան չէի հասկանում, ոչ մի բան, միայն ենթարկվում էի, ով ինչ ասեր, այդ է անելու։ Եվ այդպես սենյակ եկան կողքի պալատից հոգևորներ, ես չգիտեի ինչ է դա։ Նրանք սկսեցին խոսել, աղոթել, երգել։ Ես էլ ավելի սիրեցի այդ կյանքը։ Ասացի մամ, որ գամ կդառնամ հավատացյալ, Հիսուսին կհետևեմ։ Հետո եկան Աբովյանի եղբայրները սկսեցին աղոթել ու ինձ հետ խոսում էին Հիսուսի մասին։ Բայց նորից սատանան սկսում էր ինձ անընդհատ ասել. «Քեզ սպանիր, նայիր, ծնողներդ քո պատճառով կռվում են, ոչ ոք չի գալիս քեզ տեսակցության»։ Եվ գալիս էր այս միտքը՝ դատաստանի օր, մի խոսքով։ Ասում էր նա ինչ անեմ, թե եւ պարկած ոչ մի բան չէի կարող անել։ Միշտ գալիս էր այդ ինքնասպանության միտքը, բայց նաեւ միտք էր գալիս դատաստանի օրվա մասին։ Ու ես վախենում էի։ Ու մի օր էլ ասի մամ, ես ուզում եմ ինձ սպանեմ։ Մայրիկը սկսեց խառնվել, բայց Աստված պահում էր։ Ու այդպես նոր տարին 2016 թվականին հիվանդանոցում անցկացրեցի պարկած։ Բոլոր հիվանդները գնացել էին, իսկ ես մնացել էի մամայի հետ։ Ու այդպես Աբովյանում վիրահատեցին, պարզեցին տուբերկուլոզից բացի կա չար որակ ուռուց գազազող։ 6 ամիս լրացավ, բերեցին տուն, մեռացի պես չգիտեի, քայլեի, ինչ անեի, ու անընդհատ դեղեր, մեկ դեղի մեջ 7-8 խտացրած դեղեր, 3 հատ օրը խմում էի ու ոտքից էլ սրսկվում էի։ Ու ես չգիտեի, որ ունեմ ուռուցք։ Մաման անընդհատ լաց էր լինում, ես չէի հասկանում։ Ու այդպես երկար ժամանակ տունը մնալուց ու դեղերը վերջացնելուց հետո գնացինք ուռուցքաբանական։ Մեր սերունդի մեջ, մեր ընտանիքում այսպիսի լուրջ հիվանդություն չէր եղել։ Ով լսում էր, վախենում էր, մտածում էր ես կմեռնեմ։ Գնացինք մեզ, ասացին, որ չար որակ գազազող ուռուցք է։ Բժիշկները հույս չէին տալիս։ Բայց նրանք ասում էին, որ պիտի անպայման վիրահատվի։ Ու այսպես տխուր, ոնց որ թաղումս պիտի լիներ, ես չգիտեի։ Եվ մեկը զանգեց մեզ, որ Արայիկին բերեք Էջմիածին պաշտամունքի, թող աղոթեն։ Դե մենք չգիտեինք դա ինչ է։ Գնացինք։ Կիրակի օր էր, եւ երկուշաբթի պիտի գնայինք հիվանդանոց, որ վերջին անգամ յամ երանցնեմ MRT, որպեսզի վիրահատեն։ Գնացինք պաշտամունքի, որպես Շեխ Եզդի առաջին անգամ։ Գնացինք, եղբայրները առանձին իմ համար աղոթեցին։ Ու եկանք տուն մեծ ուրախությունով ու զարմանքով։ Ես, մաման, պապան։ Ու գնացինք հիվանդանոց յամեր անցա, պատասխան եկավ շշմելու բաներ։ Պարզվեց նախքին եւ հիմիկվա պատասխանները շատ են իրարից տարբեր։ Պատասխանը եկել էր, դարձել էր բարվորակ, կարելի է վիրահատել։ Ու հիմա փառք Հիսուսին, որ ես հիմա գտա իրեն, որ իր կյանքը տվեց, որ ես կյանք ունենամ։ Եվ սկսեցի մասնակցել պաշտամունքներին։ 2017 թվականին թեև կար դժվարություններ, սկսեցի ապաշխարել, մինչև հիմա Տիրոջ տան մեջ եմ եւ իրենն եմ այսօր եւ միշտ հավիտյան։ Մկրտվեցի Սուրբ Հոգով 2018 թվականի հունվարի 20-ին։ Անբացատրելի զգացողություն էր։ Թեև իմ ընտանիքից միայն ես եմ ապաշխարում, բայց Հիսուսը ամեն բան կանի իր զավակների համար, որ իմ ընտանիքն էլ դարձի դա։ Ու թեև ունեցա փորձություններ, դժվարություններ, բայց փառք Հիսուսին, Աստծո որդուն։ Եվ վերջում էլ ուզում եմ ասել, որ վերջերս մկրտվեցի ջրով եւ դարձա եկեղեցու անդամ։ Հիսուսի մարմնի անդամ։ Էլ ինչ ասեմ։ Կյանքը, հարությունը Հիսուսն է, ուր էլ որ գնաս, միայն նա է կյանքը։ Ամեն։